Հեղափոխական աշխատություն ու մեթոդ, որ փոխեց աշխատանքի ու ազատ ժամանակի ընկալումը, վերափոխեց միլիոնավոր մարդկանց, օգնեց հասնել հնարավոր ամենաբարձր արդյունավետության։ Խորհուրդներ, որ դարձել են անձնական արդյունավետության աճի դասական օրինակ, ու հայտնի GTD մեթոդը։ For the last 30 years, GTD has helped millions of readers change the way they manage their time and energy so they can focus on the people and projects that matter most. The New York Times-ի բեսթսելերի «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի հեղինակը վերադարձել է 20 տարի անց, այս անգամ թիմերին օգնելու։ Անհատական արդյունավետության սկզբունքներով ստեղծված գիրք, որ ցույց է տալիս թիմում ավելի արդյունավետ աշխատելու ուղիները, օգնում է ձևավորել մշակույթ, որտեղ յուրաքանչյուրը կցանկանա լիարժեք դրսևորել իր կարողությունները։ Ինչպես են աշխատում հաջողակ ընկերությունները, ներթիմային գործակցության ինչ սկզբունքներ կան ու ինչպես նվազեցնել թիմի անդամների սթրեսը։ GTD can improve your results and help people be healthier, happier, and more productive. Ժամանակի կառավարման եւ արդյունավետության ոլորտում ամենահայտնի մասնագետ, ինչպես հասցնել բոլոր գործերը գրքի հեղինակն ու նրա գործընկերը ներկայացնում են նոր աշխատություն։ David Allen, Edward Lamont Թիմ, ինչպես միասին հասցնել բոլոր գործերը։ Գրքի գլխավոր հովանավոր Էվոկաբանկ։ Դե ինչ բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, մենք դիտեցինք 20 տարի առաջ հրատարակված ու համաշխարհային բեսթսելեր դարձած «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի հեղինակ Դեյվիդ Ալենի ու Էդվարդ Լամոնտի նոր գրքի «Թիմ, ինչպես միասին հասցնել բոլոր գործերը» գրքի թրեյլերը։ Գրքի գլխավոր հովանավորը, ինչպես նշվեց, Էվոկաբանկն է։ Մեր տաղավարում են Էդվարդ Լամոնտը եւ գրքի թարգմանիչ Լուիզա Գրիգորյանը եւ իդեպ Դեյվիդ Ալենը նույնպես պետք է գար Հայաստան, պարզապես շատ հարգելի պատճառներով նա չի կարողացել գալ եւ մենք ուրախ ենք, որ այստեղ նաեւ գրքի մյուս համահեղինակն է Բարի Լուիս, բարի առավոտ։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար, շնորհակալություն, որ այստեղ եք։ Welcome to Armenia։ Եվ այսպես խոսենք երևի թե հենց ժամանակի մասին 20 տարի անց առաջին գրքից, ինչպես հասցնել ամեն բան, այժմ ներկայացնում եք մեզ թիմ, ինչպես ամեն ինչ հասցնել միասին գիրք, ինչպես որոշեցիք 20 տարի անց արդեն գրել այս գիրքը, որը թիմի մասին է եւ օգնում է, որպեսզի մարդիկ կարողանան միասին ճիշտ աշխատել։ Great question, and thank you for having me on the show, and apologies from David. He very much wanted to come, but couldn't come. So, yeah, so the first book changed my life. It really, when I found this material, it was incredible. Made all kinds of new things possible for me in the first book. And so I learned how to do it, and then I learned how to teach it, and started 2 companies, and taught people, thousands of people, for 15 years. And after 15 years, it became apparent that we were teaching smart and motivated people, and then we were sending them back into teams that didn't work, right? So they were better, they were more able, but the team was unable to use their new capacity. So we thought we need a new book. And so we did a book on teams. Առաջին գիրքը հեղափոխական եղավ հենց ինձ համար, որովհետև առաջին գրքի շնորհիվ ես շատ բաներ կարողացա փոխել իմ աշխատանքային կյանքում եւ այնուհետև ստեղծեցի 2 ընկերություն եւ վերապատրաստեցինք բազմաթիվ մարդկանց, ովքեր վերապատրաստվելով վերադառնում էին իրենց աշխատատեղեր եւ բախվում էին մի խնդրի հետ, որ այսպես ասած վերադարձող անձը վերապատրաստված է, սակայն թիմը ոչ։ Եվ 15 տարի անց հենց այդ պատրվակով է ստեղծվեց, ծագեց գաղափարը ստեղծել մի գիրք, որը կօգնի թիմերին։ Շատ լավ, բայց հետաքրքիր է, որ գրքում կան սկզբունքներ եւ այդ սկզբունքների խորհուրդների մեթոդը, որպես այդպեսին GTD մեթոդի հիման վրա է, շատ հետաքրքիր է, թե ինչի մասին ընդհանրապես այս մեթոդը, որը իդեպ առկա էր նաեւ նախորդ գրքում Դեյվիդ Ալենի Եվ հետաքրքիր է ինչպես անհատների խորհուրդները եւ ընդհանրապես lifestyle-ը պետք է կապ ձեզ որպես այդպեսին թիմում արդեն աշխատելավոճ կառուցելու։ How did you adapt the GTD in case of team?
So there were a variety of different things. The first book clearly was a huge bestseller. So we wanted to do as much as possible the things that worked from the first book. So one of the things was to keep it not very psychological, not very emotional. It was to stay with, if you do this, you will get better results. You don't have to have confidence. You don't have to feel great. If you do this, it will help. Այս գիրքը կարելի ասել շարունակություն է առաջին գրքի, մենք փորձեցինք պահպանել ոսկե միջինը, այսինքն չգրել գիրք, որը խիստ հոգեբանական է կամ ծայրահեղ հուզական է, այսինքն մի կողմ դնենք հույզերը եւ պարզապես ներկայացնենք մի քանի մեթոդներ։ Եթե պարզապես անես սա, ապա կունենաս դրական արդյունքներ։ Then if you just look at the original models for GTD, there was one which was for handling the detail of your life, workflow. So capture things, clarify things, organize them, reflect on them, and then go do things. There was one about perspective in your life, and there was one for planning. All of those are 100% the same for individuals as for teams, but with modifications, right? So you have to change them slightly, but they still apply. And then there are some things, you go ahead. Yeah. Այսինքն հիմնական սկզբունքները որոնք ներկայացված էին նաև առաջին գրքում աշխատանքային հոսքի եւ կյանքի հոսքի կառավարման մասին էին մեթոդները, եթե թվարկենք այսպես, առաջին գրքում, ինչպես նաև երկրորդ գրքում, որոնք թեթևակի փոփոխվեցին, հետեւյալն էին, պետք է ձևակերպել ինչ ենք անում, հստակեցնել ինչ ենք անում, այնուհետև կազմակերպել, վերանայել եւ գործի անցնել։ Նույն սկզբունքները առաջին գրքում են, բայց երկրորդ գրքում դրանք որոշակիորեն փոփոխվել են եւ ադապտացվել են թիմի համար։ Հետաքրքիր է, ես օրինակ առաջին գիրքը իհարկե ընթերցել եմ, ինչքան էլ որ ծիծաղելի է COVID-ի ժամանակ եմ դա ընթերցել եւ ոչինչ չկար անելու, բայց ամեն դեպքում դա հետագայում իմ կյանքի նոր թափ տալու համար մեծ ուղեկից դարձավ։ Այնտեղ հետաքրքիր է անհատի հետ կապված շատ կարևոր կետեր կային, որոնք սկզբունքային էին։ Եթե օրինակ մեծ գործերը մասնատես եւ փոքրիկ քայլերի բաժանես, կամ պետք չէ միանգամից մեծ գաղափարի մասին մտածել, այլ պետք է դանդաղ առաջ գնալ։ Հետո ամեն ինչ մի պահիր գլխում արման այնքան կարևոր խորտ է, ամեն ինչ գլխում պետք չէ պահել։ Գրի առ ինչ որտեղ նաև դրանք դուրս հան գլխից էլ որ այո, որ շատ ծանրաբեռնված չլինես։ Հետաքրքիր է նաև որ ես հիմա եթե հիշում եմ, այնտեղ այդ նույն սկզբունքներով կարող էին թիմերն աշխատել։ Գլոբալ ինչ լեզու է մտել, որը որ հենց միայն թիմերին է վերաբերում, որովհետև կարծում եմ եթե ցանկացած անհատ հենց այդ ձեր Ալանի նշած սկզբունքներով աշխատեր, ոստայում լավ թիմային աշխատանք կստացվեր, որն այն առանձնահատկությունը հենց այս գրքի։ Like mentioned in the first book, it can be helpful. Like, what is different in the second book that concerns particularly the teams? So the thing that you're mentioning, I think, is the thing that really was helpful to me as well, which was this idea of what is the next action? What is the very next thing? So you have a big project, but if you stay focused on the big project, you can be paralyzed. If you get to what's the very next action, then you can get moving. And what is the next action? Սկզբունքը հաջորդ քայլի սկզբունքն է, պետք է կենտրոնանալ մեծ պրոյեկտի մեջ, կենտրոնանալ առաջնահերթորեն հաջորդ քայլի վրա, որովհետև եթե մեծ պրոյեկտի մեջ կենտրոնանաս միաժամանակ ամեն ինչի վրա, դա կարող է պարալիզացնել աշխատանքը։ Այսինքն համար 1 սկզբունքը կենտրոնացումը հաջորդ քայլի վրա։ Այո, կենտրոնացում, որը ամենակարևորն է ընդհանրապես ընդհանրապես քայլելու եւ առաջ գնալու եւ կիրառելու կամ իրականացնելու այն ծրագրերը, որոնք քո գլխում կան եւ պետք է գեներացվեն, կենտրոնացում առաջինն է, որտեղից սկսում է արդեն action-ները։ Ինչ հետաքրքիր է, պարոն Լամոնտ,
Կան օրինակներ եւ փորձեր, ուսումնասիրություններ այս գրքից հետո կամ նախորդ գրքից հետո, երբ օրինակ ընթերցողը փորձել է խորհուրդներով կիրառել, բայց հաջողության չի հասել, եւ ինչ պետք է անել, ինչպես պետք է հաշվի առնել, որպեսզի այս սկզբունքներով հաջողության հասնել եւ ամեն դեպքում գիրքը իր գործը անի. What should we do so that the book works for us? So in the context of success. So what the book? What was the first question? No. I think I can follow. So the book was written based on David's experience of 40 years. Individual. Գիրքը գրվել է David Allen-ի 40 տարվա փորձի վրա. And in teams. Թե անհատների, թե թիմերի. Let's say 25, 30 years now of working with GTD, but before GTD I was working with teams. So I took that with me through all of this time. Then we interviewed 65 leaders who were using GTD, but also we were just asking, what are the things that you do that always work when you work with a team? And from those 65 people, we took all of the various topics and we organized them into the book. So the book is basically just a reporting on what works. Այսինքն գիրքը հիմնված է այն փորձի վրա, որը որ իսկապես աշխատել է, մինչև գիրքը գրվելը հարցազրույցի են կանչվել շուրջ 65 առաջնորդ եւ նրանք կիսվել են իրենց բոլոր հաջողված փորձառություններով GTD մեթոդաբանությունը կիրառելուց հետո, այսինքն գիրքը կարելի է ասել հիմնված է հաջողված փորձառությունների վրա. And to answer your question specifically, one of the best things about writing this book, because writing the book was very hard. Very hard. It takes a long time. It's nice, it's amazing to have the book in Armenian and in Japanese and in Polish and in Chinese. It's amazing. The best thing is when intellectual nations. when people write and say, I bought your book, I used it with my team, and it's helped us. That's the best thing. Մասնավորապես ձեր հարցին պատասխանեմ, գիրքը հեշտ չի տրվել, դժվարությամբ է գրվել, այն թարգմանվել է ճապոներեն, լեհերեն, չինարեն եւ անչափ ուրախ եմ, որ գիրքը արդեն Հայաստանում է թարգմանված հայերեն եւ երևի թե լավագույն պարգևատրումը ինձ համար այն է, երբ մարդը գիրքը ընթերցելուց հետո զանգարում է ինձ եւ ասում է, որ գիրքը իրապես օգնել է իրեն. Հրաշալի է։ Լուիզա, նաև ձեզ որպես գրքի թարգմանչուհի հարց, ինչ լեզվով է այն գրված, արդյոք հասանելի է սովորական մարդկանց, թե միայն խիստ մասնագիտական, օրինակ HR-ներին, մենեջմենթով զբաղվողներին, փոքր այդ լեզվի մասին խոսենք։ Հետաքրքիր համադրություն է, շնորհակալություն լավ հարցի համար, հետաքրքիր համադրություն է եւ գիտական լեզվի եւ ավելի լայն հանրության հասանելի լեզվի, այսինքն կարելի է ասել, ինչպես որ պարոն Էդվարդը եւ David Allen-ը իրենց գրքում խոսում են հավասարակշռության եւ բալանսավորման մասին, կարող եմ ասել, որ այդ մոտեցումը կիրառել են նաեւ լեզվի ընտրության առումով, այսինքն կան հատվածներ, որոնք բավական մասնագիտական են, այստեղ պարոն Էդվարդը եւ պարոն Դեյվիդը բացի GTD-ից խոսում են նաև այլ կառավարման մեթոդների մասին, որոնցից են Lean-ը, Scrum-ը, Agile-ը, Holacratic-ն, այդ հատվածները կարելի ասել բավական մասնագիտական լեզվով են գրված։ Փոքրիկ հատվածներ կան, որոնք համեմված են ավելի հասանելի լեզվով, այսինքն հատվածներ իրենց կյանքի անձնական փորձից, այնտեղ հատված կա, որում պարոն Էդվարդը ներկայացնում է կյանքի մի դրվագ, այսինքն գիրքը ոչ միայն տեսական է, այլ նաև մասամբ պրակտիկ, այնտեղ ներկայացվում է ինչ-որ մի տեսություն, այնուհետև իրենց կյանքից ինչ-որ մի դրվագ, թե ինչպես են կյանքի այդ դժվարությունը հաղթահարել, օրինակ այս մեթոդի միջոցով, այսինքն կարելի է ասել մասնագիտական եւ ոչ մասնագիտական լեզվի միախառնում է։
Հասկանալի է։ Շնորհակալություն։ Իհարկե շատ հատկանշական է, երբ տարբեր ասացվածքների կամ մտքերի եւ ցիտատների հիման վրա շատ գրավեց իմ ուշադրությունը, երբ հինաֆրիկյան ասացվածք են օգտագործել եւ մեկնաբանություն տվել այս գրքին, երբ ասում է, եթե ուզում ես գնալ առաջ, գնա միայնակ, եթե ուզում ես հեռու գնալ, գնա թիմով։ Այնպես որ այո, շատ հետաքրքիր է եւ շատ must read գիրք է, այնպես որ պետք է կարդալ եւ հետեւություններ անել եւ որպես այդպեսին փորձի նախ ձեռքբերում ունենալ եւ ինչու ոչ նաեւ կիրառել։ Շնորհակալություն նախ ձեր ներկայության համար Հայաստան եւ ընդհանրապես այս գրքի եւ մարդկանց մոտիվացնելու, որովհետեւ այո, շատերը ունեն հետաքրքիր գաղափարներ եւ ծրագրեր, բայց այդ փորձը քիչ է, որտեղ որ կարելի է օգտագործել նաեւ թիմում եւ ընդհանրապես հեռու գնալու համար, այլ ոչ առաջ։ Այո։ Հուսով ենք հաջորդ գիրքը երկար սպասեցնել չի տա։ Won't take long. Շնորհակալություն այստեղ եք, լավ օր ենք մաղթում։ Ինչ այո, շնորհակալություն, զրուցում ենք արդյունավետ աշխատանքի ու գործերը ժամանակին հասցնելու, դեդլայնները չխախտելու մասին ամենահայտնի գրքերից մեկի։ Թիմ, ինչպես միասին հասցնել բոլոր գործերը, գրքի համահեղինակ Էդվարդ Լամոնտի ու գրքի թարգմանչուհի Լուիզա Գրիգորյանի հետ։ Գրքի գլխավոր հովանավորն է, ինչպես նշեցինք, Էվոկաբանկը եւ այս գիրքը հայերեն հրատարակվել է Էվոկաբանկի հիմնադրման 35-ամյակի առիթով։ Բանկն իր Հոբելյանի արթիվ ոչ միայն հրատարակել է Դեյվիդ Ալանի եւ Էդվարդ Լամոնտի գիրքը, այլ նաեւ Getting Things Done խորագրով համաժողով է կազմակերպել, որին ելույթ են ունեցել շատ հետաքրքիր բանախոսներ աշխարհի տարբեր երկրներից։ Եվ արդեն ասացինք, որ Դեյվիդ Ալանը պետք է նույնպես մասնակցեր այս համաժողովին ու գրքի շնորհանդեսին, բայց չի կարողացել ներկա լինել հալգիրի պատճառով, բայց Ալանը ուղարկել է վիդեո ուղերձ հայ ընթերցողներին։ Կարծում եմ, որ արժի դիտել այդ տեսաուղերձը։ Գովազդից հետո անմիջապես կտեսնենք Դեյվիդ Ալանի տեսաուղերձը, մնացեք մեզ հետ։ Գովազդ։ We're so delighted that New Publishing decided to publish and distribute Ed's and my new book, which, by the way, took us working closely together on the manuscript for, golly, more than 4 years. It represents many years of our personal experiences in working with teams of all sorts, at all levels, and several years of our collaboration together to produce, what we think is an extraordinary manual for building and maintaining healthy, high-performance teams. You will discover, as we did, that the core principles for effective, stress-free productivity for individuals, which I uncovered and objectified in my first books, also hold true for teams. The basics are the same for both, though most often applied in very different contexts. For example, what a vision of wild success might mean for a person in their work on the team itself could be quite distinct from what the team itself would consider a wild success vision for themselves as a team. In the book, we identified the 3 key models or practices that make up healthy high performance. In the first model, there are 5 steps to implement to get any situation more focused and in control. In the second, there are 6 horizons of our agreements with ourselves and others to clarify our priorities. And the third model includes the 5 stages of thinking to apply to get any project or situation successfully managed. None of these practices are difficult. Let me offer my sincere congratulations to Evocabank on their 35th anniversary. Best wishes to all of you.
Մենք վերադարձանք եւ դիտեցինք դեռ 20 տարի առաջ համաշխարհային բեսթսելեր դարձած ինչպես հասցնել բոլոր գործերը գրքի հեղինակ Դեյվիդ Ալենի ուղերձը հայ ընթերցողներին։ 20 տարի անց Դեյվիդ Ալենն ու իր գործընկերը Էդվարդ Լամոնտը հրատարակել են գրքի շարունակությունը, կարելի ասել, որը թիմերի համար է։ Գիրքը կոչվում է Team, ինչպես միասին հասցնել բոլոր գործերը։ Գրքի համահեղինակի հետ արդեն զրուցեցինք, իսկ հիմա մեր տաղավարում է Նյումեկ հրատարակչության կորպորատիվ եւ միջազգային գործակցության պատասխանատու Նանե Մանուկյանը։ Բարի լույս, Նանե, շնորհակալություն, որ այստեղ եք։ Ես էլ եմ շնորհակալ։ Դե նախ ասենք, որ այո, գիրքը որպես այդպեսին իհարկե համագործակցությամբ Էվոկաբանկի հետ 35-ամյակին նրանց նվիրված տեղի ունեցավ վեհաժողով, ես վստահ եմ, որ դուք ներկա եք եղել այնտեղ։ Դա գրքիրը ինչպես անցավ նախ, որովհետև համահեղինակ Էդվարդներ այնտեղ եւ կային տարբեր ուղեկիցներ եւ խոսնակներ, որպես այդպեսին, ինչպես անցավ, ինչպեսի վեհաժողով էր գրականության հիման վրա։ Սկսեմ սկզբից երևի, ինչպես եկանք այս որոշմանը, առաջարկը Էվոկաբանկի կողմից էր, իհարկե մենք թարգմանել էինք առաջին գիրքը Դեյվիդ Ալենի եւ երկրորդը թարգմանելու մտադրություն կար, բայց վերջնական որոշում եւ հստակ ժամկետներ չկային եւ Էվոկաբանկը ոչ միայն օժանդակեց, որպեսզի գիրքը թարգմանվի, այլև առաջարկեց, որ հենց իրենց հոբելյանական, ուրեմն տոնակատարության շրջանակում այն ներկայացվի, ինչը մեզ համար շատ հետաքրքիր նոր ձևաչափ էր, որովհետև միշտ չէ, որ նման տոնակատարությունները գրքի շուրջ են լինում եւ այս դեպքում ստացվեց, որ Էվոկան իր ծննդյան օրվա առթիվ նվեր արեց մեզ բոլորիս, հայ ընթերցողին, իր հաճախորդներին, գործընկերներին եւ որոշեցինք, որպեսզի ավելի արդյունավետ կիրառենք այս հնարավորությունն ու առիթը, կազմակերպենք մեծ մի համաժողով, միջոցառում եւ Էվոկայի հետ որոշեցինք, որ պետք է հեղինակներին նաեւ ունենալ ներկա Հայաստանում մեր կողքին, որպեսզի ներկայացնեն գիրքը, խոսեն գրքի մասին, ինչպես արդեն դուք նշեցիք, ցավոք Դեյվիդ Ալենը չկարողացավ ներկա գտնվել, բայց շատ ուրախ էինք Էդվարդ Լամոնտին այստեղ տեսնել եւ համաժողովը երեք իրականում իսկապես սպասվածից եւ ակնկալիքներից ավելին էր նույնիսկ կարող եմ ասել, շատ արդյունավետ էր, շատ հետաքրքիր էր, կարծես նոր մոտեցումներ, նոր գիտելիք փոխանակելու, այսպես հարթակ էր դարձել եւ բացի պարոն Լամոնտից ունեինք նաեւ այլ խոսնակներ, որոնց մասին եւս կխոսենք, բայց մեծ հաշվով Էվոկաբանկի 35-ամյակի տոնը կարծես տոն դարձավ մեզ բոլորիս համար։ Հասկանալի, եկեք հենց թեմայի մեջ էլ մնանք դեռ, ովքեր էին խոսնակները եւ ինչ ուղերձներ մեզ փոխանցեցին, այն ամենակարևոր ուղերձները։ Իրականում քննարկումների արդյունքում Էվոկաբանկի հետ որոշեցինք, որ շատ լավ կլինի թեմայի շրջանակում ունենալ այլ միջազգային խոսնակներ եւս եւ միասին սկսեցինք այդ աշխատանքները, նախ պետք էր ընտրել խոսնակներ, որոնք իսկապես նոր ասելիք կունենային ու կլրացնեին գրքի բովանդակային հատվածը եւ նաեւ ամենօր չէ, որ Հայաստանում տեսնում եք միջազգային մեծ ճանաչում ունեցող խոսնակների, այդ առումով ընթացքը բանակցությունների երկար էր, բայց արդյունավետ, ինչի արդյունքում մենք 3 խոսնակ կարողացանք հրավիրել Հայաստան։ Գրքի ներողություն եմ խնդրում, գրական ոլորտի մասնագետներ են, թե բիզնես ոլորտի խոսնակներ։ Գրական ոլորտի մասնագետներ չեն, բայց հետաքրքիր է, որ նրանք 3-ն էլ ունեն իրենց գրքերը հեղինակած, այո։ Եվ այս առումով Նյումեգը արդեն մտածում է նաև այդ գրքերի թարգմանության շուրջ, հեղինակների հետ հանդիպումներից հետո ավելի շատ շեշտը դրեցինք թիմերի արդյունավետության, առաջնորդության, մոտիվացիայի թեմաների վրա, որպեսզի այսպես համապարփակ ինչ-որ բան ներկայացնենք համաժողովի ընթացքում եւ արդյունքում այստեղ էին TJ Power-ը, նա նյարդաբանական հետազոտությունների հիման վրա ներկայացնում է, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ լինել եւ անձնական դաշտում եւ անհատական մակարդակում եւ թիմային, ինչպես դոպամինի, սերոտոնինի, էնդորֆինի մակարդակը բարձրացնել, օրինակ
ավելի քիչ բջջային հեռախոս օգտագործելով ամենապարզ օրինակը, բայց հետազոտությունների հիման վրա։ Երկրորդ խոսնակը Թիմոթի Արմուն էր, նա Եվրոպայի ամենաերիտասարդ ձեռներեցներից է եւ ամենահաջողակ ու նաեւ մոտիվացիոն խոսնակ է։ Նա ներկայացնում էր, թե ինչ դասեր կարելի է քաղել ձախողումներից, որովհետեւ որպես կանոն մենք ձախողումները միայն այսպես վատ դիտանկյունից ենք տեսնում, բացասական, եւ նա կարողացավ շատ ինտերակտիվ ու հետաքրքիր ձևով ներկայացնել, թե ինչ կարող է տալ մեր հաջորդ քայլի կամ մեր հաջողության համար, սպասող հաջողության համար այսօրվա ձախողումը եւ մեր երրորդ խոսնակն էր դոկտոր Նաշատիմ Սալեյմը, որը վարքաբանական հոգեբանության մասնագետ է, բանակցությունների առաջնորդության մասին էր խոսում։ Շատ հետաքրքիր է բազմաբովանդակ կարելի։ Սա պանելային քննարկում էր, թե առանձին անհատապես նրանցից յուրաքանչյուրն ունեցել է առանձին ելույթներ եւ հետո բոլորը միասին պանելային քննարկման ձևաչափով։ Ինձ հետաքրքիր է մի հարց, նախ Նյումեգը որպես այդպիսին թիմային մեծ կառույց է, հետո խոսում ենք Էվոկաբանկի մասին, որտեղ որ թիմը միանշանակ ցույց է տալիս իր գործառությունը եւ դրանից տեսնում ենք նաեւ արդյունք։ Հետաքրքիր է դուք որպես այդպիսին հիմնվում եք նմանատիպ գաղափարախոսության վրա, թիմակիցների հետ համատեղ արդյունավետ աշխատանքի, նմանատիպ գրականությունով առաջնորդվում եք, թե ես իհարկե մեծ սիրով կհարցնեի նաեւ Լյուսին, երբ այստեղ լիներ Էվոկաբանկի ներկայացուցիչին, բայց հետաքրքիր է Նանե, դուք էլ այդ կառույցում եք նմանատիպ գրականություն որպես այդպիսին առաջնորդություն ձեզ համար համարում եք։ Կարծում եմ կարող եմ եւ Նյումեգի եւ այս դեպքում նաեւ Էվոկաբանկի անունից պատասխանել, որովհետեւ այս գրքի թարգմանությունն ու հրատարակումը շատ խորհրդանշական էր մեզ համար։ Երկու թիմերն էլ, երկու ընկերություններն էլ ունեն կիսում են նույն արժեքները թիմային աշխատանքի շուրջ, այսինքն մեզ համար շատ կարեւոր է հստակ բաց հաղորդակցությունը, հստակ նպատակների սահմանումը, ռազմավարության մշակումը, թիմի անդամների կարողությունների գնահատումը, այսինքն այս ամենը այսպես թե այնպես մենք փորձել ենք ներգրավել եւ ադապտացնել մեր աշխատանքում, բայց այս գիրքը իհարկե ավելի համակարգված ու մի տեսակ հստակ կառուցվածքային մոտեցումներ է առաջարկում ու կարծես այն ամենը, ինչ մենք անում ենք առանց ինչ որ գործնականում էինք անում, հա, կարողանում ենք նաև տեսական կարդալ ու հասկանալ, որ մեկը մյուսին ոչ միայն չեն հակասում, այլև լրացնում են։ Այդ GTD մեթոդը շատ հետաքրքիր է ասված, հետաքրքիր է անգամ պատկերացում չունենալով այդ ամերիկյան տերմինոլոգիայի կամ մեթոդի վրա մասին, հետաքրքիր է մեզ մոտ հիմնականում օգտագործվում են ակամայից այս GTD մեթոդները, թե պետք է ամեն դեպքում ուսումնասիրվի։ Կարծում եմ այս դեպքում, ինչպես եւ թիմերի դեպքում, կան որոշ ուղղություններ, որոշ դետալներ, որոնք մենք այսպես թե այնպես այստեղից վերցված, այնտեղից վերցված փորձում ենք կիրառել, բայց շատ ավելի հեշտ ու արդյունավետ է ամեն բան դառնում, երբ կա կառուցվածքային մոտեցում, երբ կա ռազմավարություն, սահմանումներ եւ դուք ինքներդ կարողանում եք արդեն ձեր հաջորդ քայլը պլանավորել ըստ դրա։ Այո։ Հասկանալի է։ Նանա, շնորհակալություն, վստահաբար այն իսկապես կարևոր ուղեկից կլինի շատ թիմերի համար, բիզնես ոլորտի եւ տարբեր ոլորտների իհարկե, իսկ Նյումեգի իր երթմանը մնում է հավատարիմ, աջակցելով եւ բազմաժանր կարելի ասել եւ բազմաբովանդակ գրքերի հրատարակմամբ զբաղվելով։ Շնորհակալություն շատ։ Իհարկե արձագանքների մասին խոսենք արդեն հետո, ձեզ մաղթում ենք լավ, դրական եւ հագեցած օր։ Շնորհակալություն, որ այստեղ եք։ Մենք զրուցում ենք Նյումեգ հրատարակչության հասարակական ներողություն, ես հիմա կընթերցեմ ավելի հստակ։ Այո, գործակցության պատասխանատու միջազգային է։ Այո, մեր սուֆլյորը շատ արագ է բարձրանում եւ իջնում, դե չես կարողանում հասցնել։ Դե ինչ, Նանե Մանուկյան, շնորհակալ ենք հյուրընկալվելու համար, լավ շարունակություն օրվա, այո, այսուհետ կա հրաշալի գիրք, որը որ բնականաբար կդառնա բեսթսելեր, բայց եւ կմոտիվացնի ձեզ թիմում հրաշալի եւ արդյունավետ աշխատանքի։ Մենք շարունակում ենք, իսկ շարունակում ենք նաեւ եւս մեկ անգամ նշենք, որ Էվոկաբանկն էր գլխավոր հովանավորը եւ բանկն այս կարևոր մասնագիտական գիրքը թիմ ինչպես միասին հասցնել բոլոր գործեր հրատարակել է իր 35-ամյակի կապակցությամբ։ Հոբելյանական գիրքն արդեն գրախանութներում է։ Իմիջիայլոց մոռացանք նշել եւ կարելի է պատվիրել նաեւ on-line Newmeg.am կայքից։ Եվ կարծում ենք, որ գիրքը հնարավորություն կտա թիմային աշխատանքը դարձնել առավել արդյունավետ եւ համախմբված։ Այո։
Հետաքրքիր ու սպասված գրքի մասին մեր զրույցներից հետո շարունակում ենք հագեցած եթերը, հաջորդիվ այլ զրույցներ են մեզ սպասվում, բայց կարճատև դադարից հետո կվերադառնանք մեր ընթացքին, այդ իսկ պատճառով պետք է մնալ մեզ հետ։ Այո, գովաստ, կարճատև։